Հոկտեմբերի 17-ին Գավառ քաղաքում տեղի ունեցավ նոր բայազեցի բարերար մեծ հայրենասեր Հայրապետ Խաչատրյանի արձանի բացման արարողությունը, որին մասնակցում էին Գավառ քաղաքի բնակիչներ, հյուրեր, պաշտոնյաներ, Հայրապետ Խաչատրյանի ազգականներ։ Արձանի բացման պատիվը շնորհվեց նախաձեռնության հեղինակ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին եւ Հայրապետ Խաչատրյանի թոռ Ռոբերտ Արևշատյանին։ Ներկաներին ողջունեց եւ արձանի մասին տեղեկություններ ներկայացրեց քանդակագործ Դավիթ Մինասյանը։ Գորգի նախշերը ցույց են տալի բոլոր Կոլոտի արած գործերը, այսինքն կա եկեղեցի, կա դպրոց, կան ջրի աղբյուրները, նա իր թիկունքի հետևը ունի դպրոցը իր կառուցած, այսինքն պաշտպանում է ապագա սերունդին եւ իր մի քիչ թեքված է դեպի եկեղեցին, այսինքն նայում է դեպի ապագան։ Կոլոտ Հայրապետի, ինչպես նրան ճանաչել են մեր քաղաքացիները, արձանի բացմանը հաջորդեց նրա կողմից 110 տարի առաջ կառուցված դպրոցի անվանակոչության տախտակի բացման արարողությունը, որն իրականացվեց Արվեստի դպրոցի տնօրեն Քրիստինե Բադեյանի եւ Կոլոտ Հայրապետի ծոր Լեոնիդ Բունյաթյանի կողմից։ Գավառի Արվեստի դպրոցն այսուհետ կրելու է Հայրապետ Խաչատրյանի անունը։ Միջոցառման մասնակիցները ողջունեցին ներկաներին եւ շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության համար։ Մեր բաղձալի իղձը կատարվեց։ Շնորհավորենք, շնորհակալություն հայտնենք Գուրգեն Մարտիրոսյանից, երախտապարտ զավակը կատարեց իր երդումը։ Այնուհետև Արվեստի դպրոցում մասնակիցները ներկայացված ցուցահանդեսի շնորհիվ ծանոթացան Կոլոտի իրերին, դիտեցին նրա լուսանկարները։ Ցուցադրությանը զուգահեռաբար ներկայացված էին Գավառի ուսուցողական եւ մանկապատանեկան կենտրոնների, ինչպես նաեւ Արվեստի դպրոցի գեղարվեստի բաժնի սաների ձեռքի աշխատանքները։ Միջոցառումը շարունակվեց Արվեստի դպրոցի դահլիճում, որտեղ ներկաներին կատարումներով ողջունեցին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանը, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների սաներ, անհատ կատարողներ։ Հարստությունը հողը չէ, պատիվն է։ Այս սկզբունքը որտեղ գրած բայազեցին, պիտի դառնար իր քաղաքի ճանաչված ու հարգված բարերարը, ով ջանք երանդ ու միջոց չխնայեց իր քաղաքին ու համաքաղաքացիներին օգտակար հնարավորություն եւ դա արեց բարեխղճորեն, լիասիրտ, ինչը նրան դարձրեց բարերար ու բարեգործ։ Լինել բարեգործ, վաստակել բարերարի անուն նշանակում է ունենալ բարության անսահման պաշար, աստվածային բնադուր կամեցողություն եւ բարին արարելու անասելի շնորհ։ Թվարկված բոլոր արտահայտությունների անմիջական գրողն է եղել մեր համաքաղաքացի Հայրապետ Խաչատրյանը։
Հայրապետ Խաչատրյանի կյանքի ու գործունեությանը վերաբերող հանգամանալից զեկույցով հանդես եկավ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը։ Դարերին է հանձնել շատ խոսուն կառույցներ, լավագույնը այս կառույցն է, բայց ինչպես չասեմ, որ լավագույնը նաև մեր Սուրբ Աստվածածինն է, որը ժողովրդի եւ այս բարերարի միասնությամբ կառուցվեց 1902 թվականներին եւ զարդարում է մեր քաղաքը։ Ասվում է, որ նա ժամանակին վերականգնել է, նորոգել է Այրևանի եկեղեցին, ասվում է, հիշատակվում է, որ նա 1912 թվականին կառուցել է Ելենովկայի Սևանի հիվանդանոցը 15 մահճակալով, այդ հիվանդանոցը 29 թվականին նորից վերակառուցվել է, կառուցել է արհեստանոցներ, խանութներ եւ վերջապես լավագույնը նաեւ եղել է ժամանակին իր բնակարանը։ Գավառի արվեստի եւ երաժշտական դպրոցների երգչախմբերի սաների կատարմամբ առաջին անգամ հնչեց Գավառ քաղաքի օրներգը, որի հեղինակը մեր համաքաղաքացի Կարինե Ղարաբաղցյանն է, գործիքավորումը Արթուր Բուրմիչյանինն է։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց Հայրապետ Խաչատրյան մարդն ու բարեգործը, Գովաբանումի ու երախտիքի խոսքեր հնչեցին, հուշեր պատմեցին ազգականները, նրանց ի դեպ նվիրեցին Հայրապետ Խաչատրյանի տոհմածառը, որը կազմվել էր Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի կողմից։ Միջոցառմանը Երկրապահ կամավորականների միության Գեղարքունիքի կառույցի կողմից Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի շնորհվեց Գարեգին Նժդեհի մեդալ։